Հիմա շատ քննարկվում է, թե ինչու քաղաքացիական պայմանագիրը հաղթեց, իսկ ընդդիմությունը պարտվեց վաղար շաբաթի ընտրություններում։ Հասկանալու համար այս ամենը վերլուծում ենք վերլուծաբանի հետ։ Ինչն է խնդիրը։ Սևակ Խաչատրյանը Էջմիածին քաղաքում հաղթել է ԿՊ-ին։ Էջմիածնում ֆոկուս արեցին եւ Էջմիածնում քաղաքին միացրեցին 18 գյուղ, որտեղ կար վարչական ռեսուրս։ Եվ այդ գյուղերում, օրինակ, շատ լավ չգիտեն Սևակ Խաչատրյանը ով է։ Ընտրապայքարի հիմնական ձայները բերել են Խոյ համայնքից, խոշորացված համայնքից, որտեղ ունեցել են վարչական մեծ ազդեցություններ, իրենց վարչական ղեկավարների, աշխատակիցների միջոցով։ Մենք պայքարել ենք ոչ միայն վարչական ռեսուրսի դեմ, վաղաշա, մենք պայքարել ենք ամբողջ իշխանական ռեսուրսի դեմ։ Իրենց նախարարների, իրենց մարզպետների, դուք տեսել եք, չէ՞, քաղաքապետերի, տեսել եք, Թալինի քաղաքապետը գլուխ էր գովում, ասում էր 100 հոգով եկել ենք։ Խոյ համայնքի իր հարակից գյուղերով, որ շատ լավ ճանաչում են Արգիշտի Մեխակյանին եւ որոշակիորեն հարգում, որպեսզի հաշվի չառնեն որևէ կուսակցության հանգամանք, մասնակցել են ընտրություններին շատ ակտիվորեն։ Անգամ շալակած մարդկանց բերում էին, որպեսզի քվեարկեն։ Ընդ որում օգնում էին, որպեսզի ճիշտ քվեարկեն։ Նես մարդիկ էին բերում, չէին կարող քայլեն, չէին կարող խոսել, մեղք ժողովուրդը։ Նրանց բերեցին ընտրություն կատարեցին գնաց։ Իբրտում նրանք իրան չէին կարող գնային։ Օգնուխ կար, նրանց տարան դրական բանի մոտ օգնեցին նրանց։ Եկա բան։ Դե բայց կարծում եք միայն դրանով չի, էլ այդքան Քանի հոգի էր այդպես ծերու անդամալույց մարդ։ Ասեմ 80%-ը թոշակառու եւ տերեր էին, всё։ Եկածների 923 մարդ էր եկել, 80%-ը այդ տեսակի մարդ։ Բայց կարող եք չեն ընդունել, որ եթե մյուս երիտասարդները, ովքեր դեմ էին ձեր կարծիքով ակտիվ լինեին, հա, ուրիշ բանը ու պատկերը ուրիշ կլինի։ Բա ինչի ակտիվ չեղան, այդ։ Ես չիմանեմ, ես կարծիքն եմ հարցնում։ Չեկան երևի չեն հավատում, հավատ չունեն այս երկրի նկատմամբ, այս քաղաքականության նկատմամբ։ Դա համար շեմ ինդուրը չեկավ այս ընտրությունները։ Լավ ընտրություն չէր։ Չի կարելի։ Պետությունը չխառնվի ընտրության գործերին։ Թող մարդիկ իրենց կամքը արտահայտեն, ճիշտ գնահատական տան եղած իրավիճակը։ Իշխանությունը կարողացել է դուրս քաշել իր ամբողջ հնարավոր պոտենցիալը։ Ընդդիմությունը թերացել է եւ պետք է հետեւություններ անի այս ընտրություններից, ասում է վերլուծաբանը։ Սևակ Խաչատրյանի գլխավորած հաղթականակ դաշինքը ինքը նույնիսկ ոնց որ իր գլխից ավելի բարձր թռավ եւ հավաքեց շատ ավելի մեծ տոկոսներ, բայց Սևակ Խաչատրյանը դա միասնական ընդդիմության տեխնացու չէ, այլ ընդդիմադիր կուսակցներ կային այնտեղ, Մայր Հայաստանն է որոշակի ձևով իր տնային առաջադրանքը կատարեց եւ կրկին անցավ ավականի, իսկ մնացած ուժերը, որոնք կրկին ընդդիմադիր են, իրենք այսպես ստացեց, որ թերացան իրենց աշխատանքի մեջ, ընդ որում իրենց առաջնորդները դա ընդունում են։ Իշխանությանը չսիրող ու չվստահող մարդկանց մեծ մասին ընդդիմությունը չի կարողացել համոզել, որ գնան ընտրատեղամաս։ Այստեղ նաև պետք է հաշվի առնել, որ մեր ձևով դաշինքներ չի մասնակցել վաղաշաբաթի ընտրություններին եւ նաև պետք է հաշվի առնել, որ 55% բնակիչների իրենք ընտրությունների չեն եկել, որը ենթադրենք ընտրությունների չի գալիս, քանի որ չի ուզում տան ԿՊ-ին չի սիրում, Քոչարյանին չի սիրում, Սրանք չի սիրում, նրանք չէ, բայց ինչ-որ մեկին սիրում են այդ մարդիկ, 55%-ը չեն կարող բոլորին ատել, էլի։ Որտեղ էր ամբողջ ընտրաշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը։ Նա շատ քիչ խոսեց Էջմիածնի ընտրությունների մասին, նա մնաց թաքնված, ասում է Գեղամ Մանուկյանը։ Արդեն վաղուց է իշխանությունը գաղտագողի, նույնիսկ Նիկոլ Փաշինյանը առաջի պլաններում չի երևում, գաղտագողի փորձում է անհատական ինչ-որ մարդկանց հիման վրա քվե ապահովել, հետո դրանից հետո Որտերը ոնց են անցկերի դելում, սկսում են հոկորտալ այդ։ Ամոթ եւ վիրավորական է հասկանալ, որ քո ներկայությունը գնահատվել է խանգարող, ասում է վերլուծաբանը։ Ես գետինը կմտնեի, լինելով երկրի առաջնորդ, կուսակցության առաջնորդ, հա, իրեն թիվ 1 լավ տղա զգացող մարդ, եթե ինձ ասեն արի դու Էջմիածին մի երևա, որտեղ քո երեսից մենք կարող ենք պարտենք, ես ուղղակի ամոթից գետինը կմտնեի։ Հավելին Արգիշտի Մեխակյանի պլակատներից հանեցին, հեռացրեցին ԿՊ-ի նշանը։ Չգիտեմ, պատկերացնեք, ինչ պատկերացնում ինքը իր մասին ունի, իրան ասում դու տոքսիկ ես, դու մի արի, որ մենք կարողանանք ընտրվենք։ Ես նույնիսկ իշխում եմ, որ ժամանակին Տիգրան Ավելյանը բավականին դժգոհ էր, որ Փաշինյանը եկավ եւ մասնակցեց նախընտրական այդ վերջին հավաքին եւ
այնտեղ ես ասեմ տոկոսներ կորցրեց Արինյանը։ Այս ուրախությունը, այս հրճվանքը իրականում իր հետևում թաքցնում է մեծ անհանգստություն։ Իմ կարծիքով զուտ են մարդիկ կներեք վարի համար մանթու են, էլի, որովհետև աննախադեպ ռեսուրս օգտագործելով պարտվել է Էջմիածին քաղաքում եւ սա ցավոտ հարված է։ Այդ Փաշինյանը իր գրառման մեջ գրեց երրորդ կետներ կարծեմ, որ ճանապարհը բաց է դեպի կաթողիկոսին, չգիտեմ, բանից Էջմիածից հեռացնելու, բայց իրենք շատ լավ հասկանում են, որ Էջմիածնեցին ում տարածքում գտնվում է Մայրաթորը, Փաշինյանին մանտակ չի տվել դա անելու։ Էջմիածին քաղաքում, որտեղ գտնվում է Մայր տաճարը, Փաշինյանը պարտվել է։ Սա պետք է ֆիքսենք, եւ սա իմ կարծիքով շատերը եւ էքսպերտային մասով եւ բան անընդհատ պետք է միտքը տանեն, որովհետեւ մանդատ Էջմիածին չի տվել, մանդատը Փաշինյանից տվել են Խոյ համայնքի բնակիչները, որոնք մեծամասամբ իրեն ձայն են տվել։ Դե թող ինքը գնա Խոյ եւ մնացած 17 գյուղի տարածքում փնտրի Մայրաթոր Սուրբ Էջմիածին, կաթողիկոսարան եւ այնտեղից իր գործողությունները արի։ Էջմիածնեցին ասել է ոչ, աննախադեպ ռեսուրս օգտագործվեց հայ տանիքի վրա, բայց Էջմիածին քաղաքի բնակիչը ասեց ընկեր, ձեռներդ հեռու պահի Մայրաթորից։ Սա է խնդիրը, որից իրենք մանրաժ են, որովհետեւ ավելին արգիշտին, մարդիկ ովքեր տվել են ձայն արգիշտին, եթե վաղը ինքը փորձի մտնել Մայրաթոր, հա, այդ մարդիկ գնալու են կանգնելու են եւ պաշտպանելու են կաթողիկոսին, որովհետեւ իրենք տվել են մանդատ արգիշտին որպես քաղաքի տղա, որպես ինչ որ չգիտեմ, ջահել տղա, ընկեր, բարեկամ եւ այլն։ Իրենք չեն տեսել արգիշտի կողքը Փաշինյանին, իրենք չեն դծել արգիշտի հանրահավաքի ժամանակ, որ իրենք մտնել են Մայրաթոր, հայերից խաբել են որոշակի չափով, եւ իրենք մտածում են մի մասը, որ իրենք ընդհանրապես քպեր կապ չունեն, որոնք նույն արգիշտին միշտ խուսափներ են հարցերից, օրինակ, որ դեմ են տալիս մյուս տեխնացուն, ասում են ինքը Կտրիչ Ներսիսյանը, թե Գարեգին երկրորդը։ Այսինքն այստեղ խնդիր կա եւ այս ջղաձգումը Փաշինյանը չնայած եմ ասում, իրենց ձեռքերով իրենց կարծիքի խփում են, ասում են ջղաձգել են, բայց իրենք շատ լավ հասկանում, որ սա ջղաձգելը բյուրոսական հաղթանակ է, որը շատ ավելի մինուսներ ունեցավ քան պլյուսներ։ Եվ իմ համեստ կարծիքով այդպես լինելու է նաև 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում։ Փաշինյանը համապետական ընտրություններին չունի մարդ, ում ետևում ինքը կարող է թաքնվի։ Հա, ինչպես ինքը թաքնվեց Գյումրիում Սարիկի ետևում կամ Արգիշտի ետևում։ Կեղծիքներ անելով, մարդկանց տներով գերանցելով եւ այլն բերեցին քերեցին հազիվ 48%, հասկանում եք ինչ խայտարակ իրավիճակ է իրենց մոտ, իսկ ինչ են անելու համապետական ընտրություններին, չգիտեմ, վրացիներ են բերելու գրանցելու տաներում, թե հնդիկներին են գրանցելու տաներում, այսինքն այս մեխանիզմը, որտեղ կողքից գյուղից վերում գրանցում են, քվեարկում են, հետ են գրանցում, այդ համապետական ընտրությունները ելի չի աշխատելու։ Մաղարշապատ, Էջմիածին, շնորհավոր։ Ընտրություններից հետո իրենք դուրս են գալիս ու սկսեն անտագորգոր բաներ անել, հաղթել են, չգիտեմ, Քոչարյան, Սերժ, Կտրիչ եւ այլն։ Տղեկ դուք ձեր առաջնորդին պահել եք, թաքցրել եք, որ Էջմիածնը չջղայնացնի, չկատաղեցնի։ Կեղծ է արդյոք այս ուրախությունը, այս հրճվանքը, որ ցուցադրում են իշխանության ներկայացուցիչները։ Ոչ, սա իրական ուրախություն է, քանի որ հաջողվել է նրանց անել անհնարինը, բայց այդ ուրախության հետևում կա մեծ մտահոգություն եւ խորը հիասթափություն, ասում է վերլուծաբանը Շաքե Ավոյան, Հրապարակ։